Ինչպես ասում են, ծայրահեղությունից ծայրահեղությունն էլ մի բան չի։ Մարդկանց մի մասը բողոքում է, որ շատ կարճ է տևում հարաբերությունը, մարդկանց մի մասն էլ բողոքում է, որ շատ երկար է տևում։ Այո, բուժում կա, եթե խնդիրը հարցադրումը զուտ կայանում է նրանում, թե հարց ունի լուծման տարբերակ, թե չէ, այո, կա։ Ասեմ ձեզ, որ եթե դուք բացեք մասնագիտական գրականությունը եւ փորձեք կուզենաք գտնել ինչն է պատճառը ուշ սերմնաժայթման կամ սերմնաժայթման ռեֆլեքսի չհասնելը, ապա տարաբնույթ բաներ կարող եք այնտեղ գտնել, իդեմս շատ ծանր հիվանդությունների մասին կարող այնտեղ խոսք գնա, նույնիսկ շատ sense ահավոր վատ պրեպարատներ կարող եք դուք հանդիպեք, որ իբրև դրանք նախատեսված են այդ խնդրի բուժման համար եւ ճիշտ ասած վերջին ժամանակներս մի հատ կոնֆերանս կար եւ մի մասնագետ ներկայացնում էր ինձ այդ խնդիրը ուշացած սերմնաժայթքում կամ սերմնաժայթման ռեֆլեքսի բացակայություն ու խոսում էր շատ sense ծանր բուժման սխեմաների բանի մասին ու իմ մոտ հարց առաջացավ որպես պրակտիկ բժիշկ, որ արդեն 10 տարի աշխատում է այս ոլորտում, թե արդյոք ուշադրություն դարձվել այն հանգամանքի վրա, թե տղամարդկանց մոտ սերմնաժայթման ռեֆլեքսի ընկճումը ինչքանով կարող կապ ունենա կարճ սանձիկի եւ ֆիմոզի երևույթի հետ։ Հարկ չեմ համարի նորից անդրադառնալ, Ատլասով նորից այդ ամեն ինչը ցույց տալ, դու գիտեք կարճ սանձիկը որն է, դա առնանդամի գլխիկի թեքվածությունն է եւ ֆիմոզը որն է։ Ասեմ ձեզ, որ այսքան տարի աշխատելով այս ոլորտում չեմ հանդիպել դեռ պացիենտի, ում մոտ ուշացած սերմնաժայթքումը կամ սերմնաժայթման ռեֆլեքսի բացակայությունը պայմանավորված լինի այլ պատճառներով։ Հիմնական պատճառները, որոնց ես բախվել եմ, դա կամ կարճ սանձիկն է, կամ ֆիմոզն է։ Եվ ես մի քանի անգամ խոսել եմ երևույթի պատճառների մասին, այդտեղ պատճառը հիմնականում կապված է ցավային ռեֆլեքսի հետ։ Կարճ սանձիկի եւ ֆիմոզի խնդիր ունեցող պացիենտների մոտ ենթագիտակցորեն կա վախ, որ սեռական հարաբերությունների հատկապես առանց պահպանենք հարաբերությունների ժամանակ նրանք կարող են ունենալ ցավի եւ տհաճության զգացողություն։ Եվ այդ մշտապես ապրող տագնապը մարդու ուղեղի մեջ բերում է սերմնաժայթման ռեֆլեքսի ընկճմանը, չէ՞ որ սերմնաժայթքում տեղի ունենալու համար պետք է այդ ամեն ինչի մասնակցի գլխուղեղը, ողնուղեղը, ողջ նյարդային համակարգը։ Եվ եթե մենք պարբերաբար ունենում ենք այդ տագնապային խանգարումը, որ վայ կարող է ցավը, վայ կարող է ցավ, այդ դա բերում է նրան, որ մի օր կորում է սերմնաժայթման ռեֆլեքսը։ Այնպես որ անհրաժեշտ հետազոտություններն իհարկե արվում են խնդրի դեպքում, այն չի որ վերցնում ենք ուղղակի ու ասում ենք վсё խնդիր չկա, բա արվում է, բայց իմացեք հիմնականում պատճառը տեղել է։